անձնական համոզմամբ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունը այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Ընդ որում, սահմանազատման այդ որոշումը 2024 թվականի ապրիլի կայացնելը շատ դժվար էր։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Հետո ասում եք մի վրթովեք։ Բռնել սահմանափակելը ով ինչ ուզում դրսում խոսում է։ Տեր կանգնեք։ Տեր կանգնեք։ Չի կարելի այսպես։ Հայտարարությունը ասելով, որ պատերազմ է հրահրում, որովհետև սահմանազատում, սահմանագծումը չեր ընդունում։ Սահմանազատում, սահմանագծում ընդունում եմ ես միշտ, չեմ ընդունում են միակողմանի ծնկած, ողորմություն խնդրող վիճակում գտնվող հայոց պետության ղեկավարը, որ սպառնալիքը դարձել իր ժողովրդի համար։